ապագայում լիքը ազգեր տեղ չեն ունենալու, հավատացնում եմ ձեզ։ Այս անգամ, երբ որ մենք ասում ենք, որ բազմաբևեռ է աշխարհը, բոլորին թվում է բազմաբևեռ խաղաղ, իրար սիրող, իրար պաշտպրոշտի անող աշխարհ ալնելու։ Այտենց բան չկա, բազմաբևեռ աշխարհը ծայրից ծայր պատերազմ ալնելու։ Ծայրից ծայր ծայրահեղ լարումներ է պահանջելու։ Ծայրից ծայր պահանջելու է միշտ ոտքիդ վրա եւ թուրը ձեռքիդ լինել։ Հավատացեք սրան, այ ախպեր, այդպես բան չկա։ Մենք Նժդեհյան ժամանակից շատ լավ երգ ունենք, որ մենք թարգմանե Սուդանում սովորացրել ենք, ոնց էր այդ երգը կորցրեցինք մեր երկիրը, երբ մեր ազգը թուլացավ, հա, բահն ու գրիչը սիրեցինք, հրով լինի, սրով լինի, հա, այնտեղ մաս կա, հետո որ ասում է, ետ են գնալու հրով լինի, սրով, ասում է, ուժն է հարգվում այս աշխարհում, թույլ ազգերը կվերանան, հա, հրով չեն ապրի, հա, հրով, հիմա մենք Սուդանում կարացինք, մենք Սուդանում կարացինք հասկացնենք այդ մարդկանց, որ ուժն է, բայց հայ ազգի մեջ, ասենք, մենք նորից անդրադարձանք լսենք պարոն Գևորգյան ամենակարևոր հարցերին, որ այսօրվա աշխարհում առաջին հերթին պատերազմը իմաստների պատերազմը, իմաստները ինչի համար այս ազգը ապրում, ինչի համար այս պետությունը գոյություն պետք է ունենա եւ այլ մեծ իմաստների խնդիր է։ Իսկ մենք ասենք ունենալով ահռելի այդ մշակութային շերտեր, ես լինելով բնագետ, ես հասկանում եմ այդ հզորագույն ուժը, որը մենք ունենք քնած վիճակում չկան պրոֆեսիոնալ մարդիկ, որոնց այսինքն այդ մարդիկ կան, որոնց պետքա բերեն, ասեն սա է քու ուժը, սա է քու իմաստը եւ էսրա դեմ անհնար է թշնամին, որ կարողանա հաղթի։ Մենք այդ բոլորը ունենք, ես ստեղ ուզում եմ մի փոքր հակաճառեմ պարոն Սարգսյանին, ահռելի շերտեր կա, ես շատ եմ հաճախում լսում իմ ընկերներին, որոնք ասենք են հնագույն շերտերը պարզաբանում են եւ ես հաճույքով լսում եմ, բայց դա մեր օրակարգից, պետական օրակարգից հանված է։ Հիմա ինչ որ վերաբերում է, ասենք, ազգի, այսպես ասած, համատեղման, միավորման եւ աշխատանքներին Եվ մենք պետք է ասենք գերնպատակներ նախ ունենանք իրականացնելու եւ պետք է միավորվելու համար լուրջ ծրագրեր դրվի սեղանի վրա։ Օրինակ ասենք ես բացահայտ ասում եմ այն ուժը որ կասի ես ստեղծում եմ եւ բան անել վստահություն կներշնչի նոր ատոմական ես իրականացնում եմ երկաթուղու հայկական մոդեռնիզացված երկաթուղու ծրագիրը, որը ամբողջ այսօրվա Հայաստանի շրջանները միանգամից կկապի, ոնց որ Շվեյցարիայում ես տեսել եմ։ Այն ուժը որ կասի ես ջրերին տեր եմ կանգնում Հայաստանում ամենարժեքավոր բաներից մեկը ջուրն է, պատկերացնում եք, որ ասենք մակերևութային ջրեր 7.5 միլիարդ խորանարդ մետր, որ պրակտիկորեն ամբողջը խմելու է, եթե ճիշտ չախտոտվի եւ այլ։ Այսինքն ավելի թանկա, քան այն նավթը, որ մեր թշնամիները ունեն, բայց մենք չեղավ մի պետական ղեկավար, չեղավ մի իշխանություն, որ դա հասկանար, գնահատեր։ Սևանին ման մեծ ջրավազան ունենալ, որ ասենք բնական ձևով աճող ձկնաարտաբերական մեծ կենտրոն կարալնի, հանգստյան գոտիները եւ այլն, այս բոլոր բնական բազմաձևությունները, այսինքն ես ուզում եմ տեսնեմ այս նոր ընտրություններին մի ուժ, որը կասի հստակ, որ SSS իրականացնելու, ես կարամ ես ինքս ցույց տամ այդ գումարների տեղը, որը կա հենց հայկական իրականության մեջ։ Պետք չի մեզ ասենք դրսի գումարներ բան անել, եսի նկատեմ օտար մեր մեջ կա այդ գումարները, որ հանգիստ կարելի է այդ նշածս ծրագրեր իրականացնել։ Միատեղումը հզորացում պետք է լինի մեծ ծրագրերի շուրջ։ Ան գաղափար
վիճակում ինչ միատեղման մասին կա։ Ես օրինակ ասենք առավոտը նայում էի ինտերնետը, տեսա այդ Թումոյի կենտրոնի շուրջը ուրեմն նկարած է մի քանի շենքեր եւ բանը ինչ որ մեկը ռեկլամա այդ նոր ուժը, որը բանը Սամվել Կարապետյանն ասան, մենք նոր բանը IT բաներ կստեղծենք։ Շենք ուղակի մոտ բան են արել, նկարած դրել են դրա շուրջ, էլի։ Այ ընկերներ, դուք պիցա եք լավ արտադրում, պիցայով զբաղվեք։ Ոչ մի անգամ եւ այս տիպի ավանտյուրիստներ առաջ են գալի կամ ասենք ես մի բոլորին եմ քննադատում անխնդիր։ Ոչ մի հատ գաղափարական ծրագիր չեն դնում։ Դպրոցները պետքա հիմքից փոխել։ Բանը դպրոցներում գնում է ահավոր նոր երևույթ բուլինգ։ Ուսուցիչները բան են անում, դրա հիմնական շահառուներն են։ Ուսուցիչների մեծ մասը ընդհանրապես մասնագիտական ոչ մի, այսպես ասած, որակներ չունի, որ նրան թույլ տան դպրոց մտցնել։ Այդ խառնամբոխները, որ ասենք դպրոցական տարիքում թշնամացնում են սաղ երեխաներին, խայտարակ վիճակ է, այս հարցերով մանկապարտեզից պիտի փոխել։ Բոլոր մանկապարտեզները սեփականաշնորհել են, սեփական տներ են սարքել եւ դա ինչը մեզ երեխեք պետք չի, ծնունդ պետք չի, այս ինչա կատարում։ Այս շինարարությունը, ահավոր շինարարությունը, որը քանդում է ամբողջ այդ Երևանի պատկերը, հիմա էլ ասենք մոդա է առաջացել, բանը ակադեմիական քաղաք ենք սարքելու, երբ որ ասենք այդ տիպի ավաններ կար, ասենք ենթադրենք Նուրբ օրգանական քիմիա ինստիտուտը մեծ գիտական համալիր էր, ֆիզիկա ինստիտուտը, այնտեղ ուրեմն քանդում են, այնտեղ կոռուպցիոն ձևով մտցնում են շենքեր են սարքում, ու ինչ որ խոսում է այս վարչապետը ակադեմիական քաղաքից, որի գինը մոտ 35 միլիարդ դոլար պետք է, ում է սղափում։ Երբ որ գիտության փողերը կրճատված է, գիտությունը հանձնված է մի հատ կիսակա անկապ ինչ որ մի հատ կազմակերպության կոմիտե, որ ինքն էլ չգիտի, вообще ինչի մարա իր գոյությունը, որը արդեն գրանտներ պետք է թուրքական գրանտներ բաժանի հայ մագիստրատներին, ուսանողներին եւ այլն։ Դա այդ խայտարակություն է։ Շատ լավ, սա թեմա է, որի շուրջը մտածելու շատ բան կա, ես կարծում եմ, որ այս մեր հաղորդումը համայն դեպս կնպաստի, որպեսզի մեր հեռուստադիտողները իրոք մտածեն, իսկ իրենք ինչ են անում։ Չէ որ այս իրականությունը, որի մեջ ապրում ենք, ակնհայտ է, որ ոչ միտեղ մեզ չի բերելու եւ ոչ մի լավ բան չի լինելու սրանից, եթե մենք շարունակենք մնալ պարակտված, եթե մենք չտեսնենք մեր քթի տակինը, եթե մենք չօգտագործենք մեր բոլոր ռեսուրսները, եթե մենք չհամախմբենք հայությանը Հայաստանի շուրջ, եթե չկազմակերպենք ներգաղթ, եթե չկազմակերպենք ցանցային պետության մոդել, մենք դատապարտված ենք լինելու, սակայն ցավոք սրտի, ինչպես այստեղ նշվեց, առայժմ այս ամենի մասին մտածում են առանձին անհատներ, մտավորականներ, բայց դա եւս որևէ ձևով չի ինստիտուցիոնալիզացվում եւ հետեւաբար եթե այսպես շարունակվեց, եթե ընտրությունները եւս շարունակեցին այն ուղին, որը որ հիմա մենք ունենք, այս ամբողջ հարցերը անցնելու են այդ չվերադարձի կետը, պարոն Գևորգյանը կհասկանա, այդ կետն է, որից հետո այլևս ինչ էլ անեք, այո, այլևս այդ իրավիճակը շտկել չի լինելու։ Մենք շարունակենք այս ֆորմատով խոսել, խնդրեմ։ Ուրեմն երևի ոչ թե ես եմ ասում, մի ֆրանսիացի գրող կար, որ աշխարհի ազդեցիկ հայեր գիրքը գրել է, մի պատճեն ունեմ, մեզ դրել է Արթուր եղբայրներ, երկրորդ տեղը Կիմ Կարդաշյանը 8-րդ տեղն է, առաջինը Քիրքն է։ Ինքը բացատրում է, որ այս հայ եղբայրների պես աշխարհի նախագահների հանդիպած, այտենց մարդիկ չկան, բացատրում է։ Հիմա մասնակցել եմ շատ գագաթնաժողովների, հատկապես երբ որ Սուդանի հարցն էր քննարկվում,
Եթե ժողովուրդը իրականում իմանա ինչա քննարկում այդ դռների հետևից, զենք չի էլ վերցնելու։ Գնում էինք Սուդանի հարց քննարկելու, ամեն ինչ ինչ խոսում էր բացի Սուդանից։ Կիպակին ասում էի, հա, նախագահին այն ժամանակվա, մզե էի դիմում, մզե այդ լեզվով honorable, հա։ Ասում էի, մզե, ասում եմ, մենք եկել ենք, մեր սահմանների հարց ունենք, փախստականների հարց ունենք, Սուդանից չխոսացինք, այ մարդ, ասում էի, ինձ հիշում եմ, այն ժամանակ ասաց մի հատ բան ինձ բեր, որ շահեր ցույց կտա, այդ ժամանակ խոսան, ու գտանք մենք այդ բանը, ոսկիներ ու նավթներ։ Ոսկին գտնվա, ոսկին կիսվա մահմեդական ու քրիստոնեական Սուդանի մեջ, որ այն կողմն էլ աշխատի, նավթը մնաց այս կողմ, վերջ Սուդանի հարցը վերջացավ։ Ուզում եմ ասեմ, այս գնում են ընդեղ խոսում են, Վաշինգտոն են խոսում, եսին որտեղ են խոսում, ժողովուրդը չի էլ պատկերացնում ինչ են ընդեղ խոսում։ Սկսած սիրեկաններից, սկսած ուտելիքից, ամեն ինչ խոսվում է այդտեղ։ Ես հաստատ գիտեմ, որ նույնն էլ էս Հայաստանի դեպքն է, ամեն ինչ խոսում են ընդեղ բացի հայկական հարցերից։